Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 30-րդ գլուխ Հութայի Մանասե թագավորը։ Մանասե 12 տարեկան էր, երբ թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 55 տարի թագավորեց։ Ան Տիրոջ արչև չարիք կործեց, Իսրայելի որդիներուն արչևեն Տիրոջ վդարած ազգերուն քարշություններուն համաձայն։ Իր հոր Եզեքիայի գործանած բարձր դեղերը վերագառուցանեց, պահաղներու փակիներ կանգնեցուց եւ աստարովներ շինեց։ Երկնքի բոլոր զորքերուն երկրպագեց ու զանոնք պաշտեց։ Նաեւ փակիներ կառուցանեց Տիրոջ դան մեջ, որու մասին դերը ասեր էր. Իմ անունս Հավիդյան Երուսաղեմի մեջ պիտի լա։ Տիրոջ դան երկու քավիթներու մեջ երկնքի բոլոր զորքերուն փակիներ կառուցանեց։ Ենովմի որդին ծորի մեջ իր որդիները գրագի անցուց, գկուշագեր, գհմայեր, վհուկներ ու նշանակետներ ուներ եւ Տիրոջ արչև շատ չարիք կործեց ու զայն քրքրեց։ Իր շինած քանդակված գուրքը Աստուծո դունը դրավ, որու մասին Աստված Դավիթի եւ անոր որդիին Սողոմոնի ասեր էր. այս դան մեջ ու Երուսաղեմի մեջ, որ Իսրայելի բոլոր դողմերեն ընտրեցի, պիտի տնեմ իմ անունս Հավիդյան։ Իսրայելի ոտքը անգամնալ պիտի չշարժեմ այն երկրեն, որու մեջ ծեր հայրերը հաստատեցի, միայն թե անոնք ըսկուչությամբ կործատրեն ամեն ինչ, որ Մովսեսի միջոցով իրենց բադվիրեցի, ամբողջ օրենքին, կանոններուն ու դատավճիրներուն համաձայն։ Բայց Մանասե այնպես մոլորեցուց ուտան ու Երուսաղեմի բնակիչները, որ Իսրայելի որդիներուն արչևեն Տիրոջ բնաճնչած ազգերեն ավելի չարիք կործեցին։ Դերը Մանասեի եւ անոր ժողովրդին խոսեցավ, բայց անոնք ուշադիր չեղան։ Մանասե գզղճա։ Ոստի դերը անոնց դեմ Ասորեստանի թագավորին սպարաբետները բերավ, որոնք Մանասեն գարտերով բռնեցին, զայն բղինցի շղթաներով գաբեցին ու Բաբելոն տարին։ Եվ դակնաբի մեջ էր, Տիրոջ իր աստուծույն բաղադեցավ եւ հայրերուն աստուծույն արչև մեծապես խոնարեցավ։ Անոր աղոթեց, դերնալ իր թախանցանքը ընդունեց, աղաչանքը լսեց ու զինք Երուսաղեմ իր թագավորության վերադարձուց։ Այնադեմ Մանասե գիտավ, թե Եհովան է միակ Աստվածը։ Անգեյետ Դավիթի քաղաքին դուրսը բարիս մգարուցանեց, Քեհոնի արեմդյան գոմը ծորի մեջ ու մինչև ծուգերու դրա մուտքը ոփաղնալ շրջաբադելով։ Զայն շատ բարձացուց եւ Հութայի բոլոր բարսպաբատ քաղաքներու մեջ զորաբետներ դրավ։ Օդար աստվածներն ու գուրկը Տիրոջ դունեն հանեց։ Տիրոջ դան լերան վրա եւ Երուսաղեմի մեջ իր գառուցանած բոլոր փակիներ հանեց ու քաղաքեն դուրս տետեց։ Տիրոջ զոհասեղանը գառուցանեց, անոր վրա խաղաղության եւ շնորհակալության զոհեր մատուցանեց եւ Հութայի հրամայեց, որ դերը Իսրայելի Աստված բաշտե։ Սակայն ժողովուրդը դակավին բարձր դեղերու վրա զոհ կմատուցաներ, բայց միայն Տիրոջ իրենց Աստուծույն։ Մանասեի թագավորության վախճանը։ Մանասեի մնացյալ արարքները իր Աստուծույն ըրած աղոթքը եւ Տիրոջ Իսրայելի Աստուծույն անունով անոր խոսող դեսանողներուն խոսքերը ահա Իսրայելի թագավորներուն քիրքին մեջ գրված են։ Անոր աղոթքը թախանցանքին ընդունվելը, ամբողջ մեղքը եւ ուխտազանցությունը, նաեւ այն դեղերը, ուր իր խոնարելեն առաջ բարձր դեղեր գառուցանեց եւ աստարովներ ու քանդակված գուրքեր կանգնեցուց, ահա Հոզայի քիրքի մեջ գրված են։ Մանասե իր հայրերուն հետ գնացավ եւ զայն իր դան մեջ թաղեցին։ Անոր դեղ իր որդին Ամմոն թագավոր եղավ։ Հութայի Ամմոն թագավորը։ Ամմոն 22 տարեկան էր, երբ թագավոր եղավ ու Երուսաղեմի մեջ 2 տարի թագավորեց։ Տիրոջ արչև չարիք կործեց, ինչպես իր հայրը Մանասե էր։ Ամոն իր հոր Մանասեի շինած բոլոր քանդակված գուրքերուն զոհ մատուցանեց եւ զանոնք պաշտեց, բայց Տիրոջ արչև չխոնարեցավ, ինչպես իր հայրը Մանասե խոնարեր էր։ Հաբա ինք Ամոն շացուց իր հանցանքները։ Անոր ծառաները իրեն թեմ թավատրեցին ու թագավորը իր դան մեջ մերցուցին։ Իսկ երկրին ժողովուրդը Ամոն թագավորին թեմ բոլոր թավատրողները մերցուց, ապա երկրին ժողովուրդը անոր որդին Հովսյան իր դեղ թագավոր հռչակեց։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։